Էպիկենտրոնի հիմնական թողարկումն է եթերում բարեկամներ, բարի երեկո։ ԵԱԿ Մինսկի համանախագահներ ամերիկացի Ռոբերտ Բրատկեն, ռուսաստանցի Իգոր Պոպովը և ֆրանսիացի Ժակ Ֆորը այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ համատեղ նիստ են անցկացրել, որին մասնակցել է նաև ԵԱԿ գործող նախագահ դեսպան Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպման ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի ուղիները, նաև հումանիտար ոլորտում շփումների զարգացման, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծման և պատմական ու մշակութային նշանակության օբյեկտների պահպանման ուղղությամբ հետագա աշխատանքը։ Համանախագահները անհանգստություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ, ընդգծելով 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարները հայտնել են իրենց վճռականությունը շարունակել աշխատանքը համանախագահների հետ խաղաղ կարգավորման հասնելու համար։ Հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում որպես հաջորդ քայլ, համանախագահները առաջիկա շաբաթների ընթացքում այցելելու են տարածաշրջան։ Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրականացված դիվերսիոն գործողություններին, հրադադարի խախտումներին է անդրադարձել և հայտարարությամբ հանդես եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով։ Հունիսի 18-ին ժամը 8:15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում սպանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող 1993 թվականին ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը։ Ադրբեջանի հերթական սադրանքը ԵԱԿ-ին ուղղված բացահայտ մարտահրավեր, պարտավորությունների և պայմանավորվածությունների բոյկոտ, ինչպես նաև Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը խափանելու փորձ է։ Տվյալ հարցի շուրջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների պաշտոնական տեսակետը արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ։ Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները և հայտարարում ենք, որ լարվածության հետագա սաստկացման պատասխանատվությունը ընկած է ադրբեջանական կողմի վրա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը կոչ է անելու Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվել շանտաժի, սպառնալիքների և դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից և վերադառնալ կառուցողական երկխոսության, տարածաշրջանում տևական խաղաղության և հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար, ասվում է հայտարարության մեջ։ Ազգային ժողովի ընտրություններից հետո Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ձևավորվում է նոր կառավարություն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ներկայացրել է 5 նորանշանակ նախարարներին։ Արարողությանը հետևել են իմ գործընկերները։ 9-15 տրանսպորտի և կապի նախկին նախարարը նորին է սպասում։ Գագիկ Բեգլարյանը գալիս է։ 9-30 երկրի վարչապետը հնի և նորի միջև է։ Տիգրան Սարգսյանը Մանուկ Վարդանյանին շնորհակալ է, Գագիկ Բեգլարյանին շնորհավորում է։ Նախկին նախարարը ներողություն է խնդրում աշխատակազմից խիստ և պահանջկոտ լինելու համար։ Իմ գործընկերներից ես ուզում ներողություն խնդրել, բոլոր դեպքերում մի քիչ կոշտ ու պահանջկոտ լինելու համար, ես միշտ հասանելի եմ բոլորի համար, ցանկության դեպքում կարող եք կապնել։ Հյուսիս-հարավ ճանապարհային շինարարությունն է պետք ավարտին հասցնել, շարունակել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը հեռահաղորդակցման միջոցների բարելավման համար։ Դադարեցնեմ բոլոր վստահությունները։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ձեզ նույնպես։ Հաջորդ նորանշանակին ներկայացնելու համար վարչապետը շտապում է քաղաքաշինության նախարարություն, աշխատասենյակն ազատելու ու զբաղեցնելու համար էլ Գագիկ Բեգլարյանն ու Մանուկ Վարդանյանը վերադառնում են։ 9-40 վարչապետը քաղաքաշինության նախարարությունում է։ Ուզում եմ ձեզ ներկայացնել նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը։ Շնորհակալություն, պարոն վստահության համար։ Հավաստիացնում եմ ձեզ, որ նախարարության առջև դրված խնդիրները ամբողջական իրականացվեն։ Նախկին նախարար Վարդան Վարդանյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնում երկրի նախագահին ու վարչապետին անցած 5 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար եւ ավանդական ձեռքսեղմումով աջակցություն մաղթում նորանշանակ Սամվել Թադևոսյանին։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին, ասեմ, որ բոլորն էլ բանիմաց, բարեխիղճ, պարտաճանաչ աշխատողներ են, օժտված բոլոր մարդկային հատկանիշներով։
10:00 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Արտեմ Ասատրյանին ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Նոր նախարարը նախկին փոխնախարարն է, նախկին նախարարն էլ ամենասիրվածը։ Համարում եմ Արթուր Գրիգորյանին մեր լավագույն նախարարներից մեկը։ Ես ուզում եմ պարոն Ասատրյանին շնորհավորել եւ ցանկանալ բեղմնավոր աշխատանք։ 2 տարվա համատեղ աշխատանքի համար Արթուր Գրիգորյանին համբուրելով են հրաժեշտ տալիս։ Դե այսպեսի համերաշխ մթնոլորտում էլ ավարտենք նրան։ 10-15 վարչապետի հաջորդ կանգառը մեկ հարկ ներքևում է նորանշանակների շղթան համալրում է առողջապահության նախարար բժշկական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը։ Յուրաքանչյուր նոր ղեկավար գալուց բոլորի մոտ ուրեմն սպասողական վիճակ է լինելու։ Ես խնդրում եմ բոլորիդ, մենք միասին այս ծրագրերը պետք է իրագործենք։ Ես տրամադրված եմ ձեզնից յուրաքանչյուրի հետ աշխատելու ու խնդրում եմ դուք էլ տրամադրվեք ինձ հետ աշխատելու։ Հատկանշական էր նախկին նախարար Հարություն Քուշկյանի բացակայությունը, ով բացակայում է Հայաստանից, իսկ թույլտվությունն էլ անձամբ երկրի վարչապետն է տվել։ Նախարարության աշխատակազմին բեղմնավոր աշխատանք մաղթելով վարչապետը ուղևորվում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն։ 10:40 նոր կառավարության վերջին նորեկ նախարարը ներկայացվում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում։ Արթուր Պետրոսյանին փոխարինում է Հրաչյա Ռոստոմյանը։ Պարոն Ռոստոմյանը կարող է ամբողջությամբ ստանձնել նախարարի պարտականությունները։ Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթում նախկին նախարար Արթուր Պետրոսյանին եւ շնորհակալություն հայտնում սպորտի ասպարեզում լուրջ առաջընթացին նպաստելու հարցում նրա անձնական ներդրման համար։ Գաղտնիք չի, որ Օլիմպիական կոմիտեն եւ մեր նախարարությունը գրեթե մի կառույց են եղել, որևէ նորություն իր համար չկա, ես կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի։ Հրաչյա Ռոստոմյանը մարզիկի ջանասիրությամբ եւ երիտասարդի ավյունով է պատրաստվում զբաղվել Հայաստանում սպորտի մասսայականացման եւ երիտասարդության խնդիրների թեթևացման հարցերով։ Պատասխանատու այս պաշտոնի նշանակվելով իմ ուժերի ներածի չափով պատրաստ եմ իրագործել կառավարության կողմից նախանշված բոլոր ծրագրերը։ Բոլոր 5 նորանշանակներն արդեն ներկայացված են, առաջին աշխատանքային նորն առջևում։ Ահարոն Հայրապետյան, Գևորգ Խաչատրյան, Տաթև Դանիելյան, Էպիկենտրոն։ Վստահության այն հսկայական վարկը, որ մենք ստացել ենք մեր ընտրողներից, կրկնապատկել է մեր պատասխանատվությունը, նաև կարծում եմ, որ ոչ ոք չպետք է կասկածի այն վճռականությանն ու խստապահանջությանը, որով մենք լցվում ենք գործի, վարելով կառավարության արտահերթ նիստը այսօր նշել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա բոլորի ուշադրությունը մասնավորապես ուղղել է դեպի գյուղը եւ գյուղացին, այս պահի համար առաջնահերթ համարելով բերքի պատշաճ հավաքումն ու իրացումը։ Եվ այսպես հանրապետականին 14 ձևօեկին վստահված 4 պորտֆելով հունիսի 16-ին ձևավորված կառավարության կազմով գործադիրը հրավիրել է առաջին նիստը, իհարկե արտահերթ։ Տրամադրվեք ծանր, բայց պատվաբեր աշխատանքի սա առաքելություն է։ Հանրապետության նախագահի ու կառավարությունում մեծամասնություն ներկայացնող ուժի ՀՀԿ առաջնորդի կոչն է գործադիրի անդամներին։ Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա եւ ճիշտ հակառակը։ Մեզ ոչ ոք դափնիներ չի խոստացել։ Մեզ այստեղ են ուղարկել աշխատելու անձնորաց, բարեխղճորեն, պարտքի մեծագույն գիտակցումով։ Կառավարության անդամների թե պաշտոնավարման, թե կենցաղավարման քայլերին ամեն պահի հետևելու են ոչ միայն նախագահն ու խորհրդարան, այլև ողջ հասարակությունը։ Այնպես որ Սերժ Սարգսյանն ակնկալում է որակական նոր մակարդակի կառավարություն, որի անդամների մեծ մասը շարունակում է աշխատանքը նոր ձևավորված կառավարությունում։ Մյուսների մոտ Սերժ Սարգսյանը տեսնում է բավարար հմտություններ կառավարության ծրագիրն ու որդեգրած քաղաքականությունն իրականացնելու համար։ Կառավարության կազմում մենք հեղափոխական փոփոխություններ չենք կատարել, ինչպես տեսնում եք։ Դա պայմանավորված է ծրագրերի եւ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների թափը չջարդելու մտադրությամբ։ Սակայն սա չի նշանակում, որ մենք հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից։ Մենք մեր քաղաքացիներին փոփոխություններ ենք խոստացել, փոփոխություններ, որոնք կհասնեն յուրաքանչյուրի կյանքի որակից մինչև պետական կառավարում, աշխատելու ու վաստակելու հնարավորություններից մինչև բարձրակարգ կրթության ու առողջապահության հասանելիություն։ Ամենուր եւ այդ փոփոխությունները չպետք է ուշանան։
Նախ շնորհակալություն բարձր վստահության համար, ապա պատրաստակամություն կառավարության 2012-2017 թվականների ծրագիրը կյանքի կոչելու համար։ Վարչապետի խոսքն է, ով մատնանշում է հիմնական 3 առաջնահերթություն՝ տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, արդյունքում կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-17 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, համախառն ներքին արդյունքի 5-ից 7%-ի աճի ապահովման միջոցով։ Ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ աղքատության ցուցանիշի առնվազն 140%-ի մակարդակի ապահովում։ 2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7% տնտեսական աճի ապահովումն է։ Սա իր հերթին ինքնանպատակ չպետք է լինի խնդրի կայուն եւ մշտական զարգացման համար ամուր հիմքերի ստեղծումը, աղքատության հետևողական կրճատումն ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացումն է։ Սա է լինելու կառավարության անդամների գնահատման առաջին ցուցիչը։ Սահմանադրության պահանջով 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք պետք է կրկին անդրադառնանք կառավարություն ձևավորելու հարցին։ Ճիշտ այդ ժամանակ է, որ վիճակագրական ծառայությունը կամփոփի նախորդ տարվա տնտեսական իրավիճակը, այսինքն 2012 թվականի տնտեսական իրավիճակը, եւ թե նրա գործունեության 5 տարիների համար։ Այդ ժամանակ էլ հնարավորություն կունենանք կրկին գնահատելու իրականացվող ծրագրերը եւ կատարված աշխատանքի որակը։ Հաջողություն մաղթելով նորաստեղծ կառավարությանը հայտարարում է Հանրապետության ղեկավարը։ Քրիստինե Սուքեսյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Կառավարության ծրագրի հիմնադրույթների մասին է այսօր խոսել Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։ Նա շեշտել է, որ ծրագրի հիմնական գաղափարը տնտեսության, ծառայությունների համակարգի եւ մարդկային կապիտալի ոլորտում ծավալվելիք մրցունակությունն է։ Պատգամավորի դիտարկմամբ, եթե չլինեն համաշխարհային տնտեսական ճգնաժամի նման շոկային ռիսկեր, ապա կառավարությունը կիրագործի այնպիսի ծրագրեր, որոնք ենթադրում են արտահանման խթանում, պետություն մասնավոր հատված համագործակցություն, երկրի ներքին ռեսուրսների լայնամասշտաբ շահագործում։ Հանրապետական պատգամավորը նշել է, որ կառավարությունը սկզբունքային պայքար է մղելու գերիշխող դիրքի չարաշահման դեմ։ Դա վերաբերմունքն է դեպի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները, դեպի նրանց չարաշահումները եւ այն գործիքակազմը, որով պետք է պայքար ծավալվի այդ երևույթի դեմ։ Չափազանց կարևոր եմ համարում գործունեության ծրագրի մի դրույթ, որը հենց նշված է այդ կետում, որ առանց այդ երևույթի դեմ հաջող եւ արդյունավետ պայքարի կառավարության գործունեության ծրագիրը արդյունավետորեն իրականացնել հնարավոր չի։ Տեխնիկական պատճառներով Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի առաջին մասը ժամանակավորապես դադարեցնում է կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը։ Անձնագրային եւ վիզաների վարչությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։ Թեմայի մասին առավել մանրամասն ձեզ կտեղեկացնենք վաղվա մեր թողարկումների ընթացքում։ Փողերի լրացման մեղադրանքով Civitas հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործին է այսօր անդրադարձել Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Նա ընկալելի չի համարել քաղաքական այն գործիչների պահվածքը, որոնք նախատրամադրված սպասում են քրեական գործի իրականացմանը կամ Civitas հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի ազատազրկմանը։ Հանրապետական պատգամավորի հայտարարություններին եւ Civitas հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի արձագանքի մասին է հաջորդ տեսանյութը։ Մենք բոլորս պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով։ Իսկապես կա իրավական խնդրում դաշ, սակայն ցանկացած սուբյեկտ, որը ներգրաված է այդ գործընթացում, քանի դեռ դատարանի որոշումը չկա դրա հետ կապված, իսկ կարող է խոսքը ընդհանրապես դատարանին չհասնել։ Ինքը օժտված է անմեղության կանխավարկածով։ Եվ այս տեսակետից իմ համար անկալելի չի, երբ որ զանազան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ արդեն փորձում են պիտակավորել, արդեն փորձում են չարախնդալ կամ կանխատեսել այն զարգացումները, որոնք կարծում եմ իրատեսական չեն։
Գագիկ Մինասյանի համար միևնույն ժամանակ իրատեսական չեն նաև Վարդան Օսկանյանի պնդումներն այն մասին, թե հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է, հետևաբար պետք է քաղաքական գնահատական տալ։ Հանրապետական падգամավորի կարծիքով հեղինակավոր կառույցի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունն այնքան մեծ է, որ անհնար է գործ սարքելու պատվեր տալ եւ դա ի կատար ածել։ Խնդիրը գտնվում է իրավական հարթության մեջ եւ քանի դեռ այդ խնդիրը իր իրավական հարթության մեջ լուծումներ չի ստացել, տեղափոխել այդ խնդիրը քաղաքական դաշտ բավականին լուրջ հարցադրումներ է իր մեջ պարունակում, որովհետեւ այդ տեղափոխողների այդ ցանկությունը իսկույն հարցադրումներ է առաջացնում, ինչը իրենք համոզված չեն, որ իրենք ճշմարտացիությունը հեշտությամբ կարող են ապահովել հենց իրավական դաշտում։ Անհամաձայնություններ կան ընդհանրապես ղեկավարման համագարկում, որտեղ ազգային անվտանգությունը թողած իր ազգային անվտանգության բարդականությունները հետապնդում է հարց, որտեղ իրենք արդեն եզրակացության հասել են, ասել են խախտում կատարել ենք եւ հիմա փնտրում են այն փաստերը, որովհետեւ փաստեն, որ իսկապես խախտում կատարել ենք, ինչպես որ իրենք արդեն եզրակացրել են։ Ինչն է, որ խանգարում է կամ ինչն է, որ համոզում չի տալու այն մարդկանց, ովքեր այդ գործընթացի հետ ինչ-որ առնչություն ունեն, իրենց անմեղությունը ապացուցելու։ Գագիկ Մինասյանի հարցադրումն այս անգամ ընկալելի չէ Civitas հիմնադրամի տնօրենի համար։ Եթե կա անմեղության կանխավարկածի իրավունք, ապա հակառակն ապացուցելն իրենց գործը չի կարող լինել։ Քիչ թե շատ վստահ է, որ մենք անմեղ ենք եւ այդ բոլորը կփաստվի։ Դա ուզում է ասել։ Բայց վերջ-վերջո ստացվել է այն, որ մենք պետք է փաստենք մեր անմեղությունը եւ մենք ստիպված չենք փաստելու մեր անմեղությունը։ Մենք մեր գործը անում ենք, քանքատող չի եղել ոչ շահառուների կողմից, ոչ դոնորների կողմից, ոչ որևէ մեկի կողմից։ Իսկ եթե այնտեղ ինչ որ վարգած կա, որ մենք մեղավոր ենք, ուրեմն այդ վարգածը գազմողը, այս բարակային ազգային անվտանգությունը կամ բադվեր տվողը պիտի իրենք փաստեն, որ մենք մեղավոր ենք։ Չեմ բացառում, որ երբ որ այդ իրավական գործընթացը ավարտվի, պարզվի, որ մեղադրանքները, որոնք ներկայացվել են, ցանկացած գործընթաց, իրավական գործընթաց երկու ավարտ կարող է, չէ՞ ունենա։ Մեղադրանքները հիմնավոր են եւ մեղադրանքները հիմնավոր չէին։ Բացառման սկզբունքը փոխարենը գործում է Civitas-ի ղեկավարության համար։ Նրանք հրաժարվում են ցուցմունք տալ, շեշտելով, որ օգտվում են միջազգային նորմերով սահմանված իրենց իրավունքներից։ Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ ուսումնասիրում է հարուցված գործի մանրամասները։ Նաիրի Հոխիկյան, Արշակ Մարտիրոսյան, Հովհաննես Չապարյան, Էպիկենտրոն։ Պետական դավաճանության համար 10 տարի ազատազրկման դատապարտված Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը այսօր Փաստաբանների պալատում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր պաշտպանյալը անմեղ է, իսկ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը միայն ենթադրությունների վրա է հիմնված։ Հիշեցնենք, որ Ռոմիկ Մաթևոսյանի հետ նույն գործով դատապարտվել է ևս 5 մարդ։ Պետական դավաճանության հոդվածով դատապարտված Ռոմիկ Մաթևոսյանի փաստաբանն այսօր ներկայացրել է իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում ընկած այսպես կոչված փաստական հանգամանքը, որը մեղադրող կողմի համար ծառայել է որպես քրեական գործի հիմք։ Սարգիս Ասլանյանի տեղեկացմամբ Ռոմիկ Մաթևոսյանին ձերբակալել եւ քրեական գործ են հարուցել գործով հիմնական մեղադրյալ Կարեն Մեհրաբյանի ցուցմունքների հիման վրա։ Ձերբակալման արձանագրության մեջ տրվել է հետեւյալ հիմնավորումը. Ռոմիկ Մաթևոսյանի ձերբակալման համար հիմք է հանդիսացել այն, որ ականատեսն ուղղակի մատնանշում է նրան որպես քրեական գործով արգելված արարք կատարողի եւ որ նա կասկածում է այնպիսի հանցագործության կատարման մեջ, որի համար կարող է նշանակվել պատիժ ազատազրկման ձևով։ Սարգիս Ասլանյանը ներկայացրել է նաև հաջորդ ապացույցը, որը հիմք է հանդիսացել Ռոմիկ Մաթևոսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Փաստաբանի համար իր պաշտպանյալին պետական դավաճանության հոդվածով դատապարտելու համար ապացույցները անհասկանալի են եւ բավարար չեն։ Մաթևոսյանը ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածում հեռախոսակապ է հաստատել ՀՀՊՆ-ում գրանցված բջջային հեռախոսահամարի բաժանորդի, ոչ անուն կա հրապարակված, ոչ բջջային հեռախոս կա հրապարակված, ոչ Թուրքիայի բջջային հեռախոսահամարն ունենք, որով կապ է հաստատվել Հայաստանի որևէ այլ բջջային հեռախոսահամարի հետ, որևէ զինծառայողներ, որպես այդպիսիք, կամ նրանց բջջային հեռախոսահամարներ քրեական գործում ընդհանրապես չկան եւ չեն կարող լինել, որովհետեւ իմ պաշտպանյանը բացարձակապես որևէ առնչություն, որևէ կապ չունի այս գործի հետ։
Մամուլի ասուլիսի պատճառը մեղադրող դատախազի համոզմամբ Ռոմիկ Մաթևոսյանին անմեղ ներկայացնելու նպատակ ունի։ Այնինչ մեղավորության եւ անմեղության հարցը քննվում է դատարանում եւ դատարանը կամ բավարարում կամ էլ մերժում է հայցը։ Արամ Ամիրզադյանը կարծում է, որ ասուլիս հրավիրելը եւ դրանով որոշակի կարծիք ձևավորելը իրավական դաշտում չէ։ Ինչ վերաբերվում է Սարգիս Ասլանյանի այն հայտարարությանը, թե իր պաշտպանյալին ձերբակալել են Կարեն Մաթևոսյանի ցուցմունքի հիման վրա, դատախազը կարծում է, որ մեկ մարդու ցուցմունքն էլ բավարար է մյուս փաստերի համադրությամբ մեղադրանք առաջադրելու եւ ձերբակալելու համար։ Ռոմիկ Մաթևոսյանի մասով կարող եմ ասել, որ նրան ձերբակալելու, այնուհետև կալանավորելու, մեղադրանք առաջադրելու եւ դատավճիռ հետագայում նրա մասով դատավճիռ կայացնելու առումով բոլոր ապացույցները եղել են հիմնավոր եւ բավարար։ Եթե Ռոմիկ Մաթևոսյանը որևէ հանցանք չի գործել, այդ դեպքում ո՞րն է նրան պետական դավաճանության հոդվածով դատապարտելու պատճառը, մեր հարցինի պատասխան Սարգիս Ասլանյանը նշեց, որ դրանով փորձել են քրեական գործում գլխաքանակ ապահովել։ Ինչ գլխաքանակի մասին է խոսքը։ Այլ հարց է, որ Ասլանյանը ասեր, պաշտպանը ասեր, որ ապացույցները իմ կարծիքով բավարար չեն, թե ինչ գլխաքանակ ում համար պետք է ապահովենք, հայ ժողովրդի համար։ Ես չեմ կարծում, որ դա պատվաբեր է եւ հայ ժողովրդի եւ պետության համար եւ ընդհանրապես որևիցե մեկին պատիվ չի բերում։ Նշենք, որ Ռոմիկ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում Սաիդ եւ Տիգրան անուններով հետախույզների հետ ծանոթանալու, նրանց կողմից հավաքագրվելու եւ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերի մասին տեղեկատվություն հավաքելու եւ տրամադրելու վերաբերյալ առաջադրանք ստանալու համար։ Գործը վերաքննիչ դատարանում է եւ Ռոմիկ Մաթևոսյանի փաստաբանի հավաստմամբ իր պաշտպանյալին ազատ արձակելու համար մինչեւ վերջ գնալու է, քանի որ նա անմեղ է։ Արթուր Հակոբյան, Վարդան Մկրտումյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Տարածաշրջանային եւ միջազգային նորություններ։ Անցյալ տարի Վանում տեղի ունեցած 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը փոխել է անգամ Վանա լճի արտաքին տեսքը։ Վանա լճի վերաբերյալ հրապարակված 20 էջանոց զեկույցում նշվում է, որ լիճը որոշ հատվածներում 15-ից 20 մետր հետ է քաշվել, իսկ որոշ վայրերում լճի մակարդակը բարձրացրել է մոտ 10 սանտիմետրով։ 2011 թվականի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ափամերձ շրջաններում տեղի ունեցած փոփոխությունները էապես հանգեցրել են լճի ֆիզիկական տեսքի փոփոխությանը, ասված է զեկույցում։ Որոշ հատվածներում ափեզրը 15-ից 40 սանտիմետրի փոփոխություն է կրել։ Միջազգային այլ նորությունների մասին տեսաշարով։ Մոսկվայում այսօր մեկնարկեցին արևմտյան 6 տերությունների եւ Իրանի երկօրյա բանակցությունները վերջինիս միջուկային ծրագրի շուրջ։ Ապրիլ ամսից ի վեր սա բանակցությունների 3-րդ ռաունդն է։ Արևմտյան դիվանագետներն ամեն դեպքում այս հանդիպումից էլ վճռական բեկում չեն ակնկալում։ Վկայակոչելով ռուսական ինտերֆաքսին, արևմտյան լրատվամիջոցները փոխանցում են, թե ռուսական 2 ռազմանավ է ուղղվում Սիրիա, պաշտպանելու Ռուսաստանի քաղաքացիներին եւ ռուսական ծովային ռազմաբազան Տարտուս նավահանգստում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է տեղեկությունը։ ԱՄՆ նախագահի հանրապետականների հնարավոր թեկնածու Միթ Ռոմնին NTV-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե ինքը երկրի նախագահ լիներ, Թուրքիային կոչ կաներ զինել Սիրիայի ընդդիմությանը։ Գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբամային նա քննադատել է այս հարցում այսպես ասած դիտորդի դեր ստանձնելու համար։ Մեքսիկայի Լոս Գաբոս ծովափնյա բնակավայրում աշխարհի հզոր 20-յակի առաջնորդները փորձում են ընդհանուր հայտարարի բերել համաշխարհային եւ մասնավորապես եվրոպական տնտեսական ճգնաժամից դուրս գալու իրենց դիրքորոշումները։ Հունիսի 19-ին նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Եգիպտոսի նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունից հետո մահմեդական եղբայրություն կուսակցությունը հայտարարում է, թե արչևում իրենց թեկնածուն է Մուհամեդ Մորսին, իսկ նրա մրցակցի Ահմեդ Շաֆիկի Քարոզարշավի պաշտոնյան, թե մահմեդական եղբայրության հաշվարկը սխալ է եւ իրենց թեկնածուն է արչևում։ Յուրաքանչյուր թեկնածու քվեների հաշվման ժամանակ ընտրական տեղամասերում ներկայացուցիչ ունենալու իրավունք ունի։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ազգային ժողովի ընտրությունների արդյունքում նոր շրջան է բացվում Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ Սոցիալիստ նախագահ Ձախերի վերահսկողության տակ արդեն իսկ գտնվող Սենատ եւ սոցիալիստների բացարձակ մեծամասնություն ազգային ժողովում։ Ներքին գործերի նախարար Մանուել Վալսն այսօր ասել է, որ սա նշանակում է կառավարությունն արդեն ժամանակ չի վատնի իր ներքին ու արտաքին օրակարգը համաձայնեցնելու վրա։ Իդեպ վերջին 24 տարիների ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի խորհրդարան են վերադառնում ծայրահեղ աճերը։
Նրանց 3 մանդատներից մեկն ի դեպ շահել է Ժան-Մարի Լպենի 22-ամյա թոռնուհի Մարիոն Մարշալ Լպենը, 5-րդ հանրապետության խորհրդարանի պատմության մեջ ամենաերիտասարդ падգամավորն է լինելու։ Հունաստանում նույնպես խորհրդարան են վերադառնում ներգաղթի ոխերիմ հակառակորդ ծայրահեղ աճերը։ Կիրակի տեղի ունեցած քվեարկության արդյունքում ծայրահեղ ազգայնական ոսկե արշալույս կուսակցությունը անսպասելիորեն շահել է քվեների 7%-ը, սակայն դա չէ պատճառը, որ Հունաստանի ընտրությունների թեման արևմտյան մամուլի գլխագրերում է այսօր։ Այս քվեարկությամբ անուղղակիորեն վճռվում էր նաև Եվրոյի գոտու եւ Եվրամիության ապագան։ Առնվազն այս պահին Եվրոպան թեթևացած շունչ է քաշել։ Ոչ մեծ առավելությամբ հաղթել է աճ կենտրոնամետ նոր դեմոկրատիա կուսակցությունը եւ ստացել հանձնարարականը, չվատնել բառի բուն իմաստով խիստ թանկ ժամանակն ու կառավարություն ձևավորել։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Էպիկենտրոն միջազգայինի տաղավարում Ռուզան Խաչատրյանը թեման շարունակում է քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ։ Շնորհակալություն Գրիգոր, Նարեկ, արդեն կարող ենք ասել, որ Եվրոյի գոտին փրկված է, թե սպասենք, տեսնենք կարողանում են կառավարություն ձևավորել հույները, թե ոչ։ Նախ Եվրոյի գոտի ու փրկությունը միայն հույներով եւ Հունաստանով չէր պայմանավորված, որովհետեւ դեռևս Իտալիա եւ Իսպանիայի խնդիրները կան ու դրանք դեռ կան հանգստացնեն։ Նույն դեպս համաշխարհային մամուլը այդպես էր գրում։ Հույս ունեն, որովհետեւ նաեւ եվրոպական առաջատար գործիչներն էլ եւ փորձագետները մեծ հույսեր են կապում Հունաստանի հետ, որ այստեղ ընտրությունները կընթանան այն հունով, որ նրանք են ցանկանում, այսինքն Հունաստանը կմնա ի վերջո Եվրոյի գոտում։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այո, իշխանության ձևավորման կոալիցիայի ձևավորման հնարավորություն ունի, ստացել է նոր ժողովրդավարություն աճ կենտրոնամետ կուսակցությունը Սամարասի գլխավորությամբ, որը կողմնակից է, որպեսզի Հունաստանը մնա Եվրոյի գոտում, բայց նրա համար չափազանց բարդ կլինի ձևավորել կոալիցիա եւ այստեղ հենց թաղված հիմնական խնդիրը։ Այո, որովհետեւ նրանից երկրորդ տեղում գտնվող իր թվով падգամավորների թվով երկրորդ տեղում գտնվող Սիրիզա կուսակցությունը Ցիպարեսի գլխավորությամբ նրանք անդիմադիր դիրքորոշում որդեգրեցին, որոշեցին ընդհանրապես չդառնալ կոալիցիայի անդամ, իսկ երրորդը, որի հետ մեծ հույսեր են կապում կոալիցիա ձևավորելու հետ կապված, Պասոկ կուսակցությունը Վենիզելոսի գլխավորությամբ, նրանք էլ հայտարարել են, որ իրենք կլինեն կոալիցիայում, եթե այնտեղ լինի Սիրիզան, այսինքն այն կուսակցությունը, որ որոշել են դիմություն դառնալ։ Բարդ ընտրության առջև են կանգնած հույները, պետք է ուղղակի հուսալ, որ նրանք ի վերջո կկարողանան ինչ-որ ժամանակ հետո ձևավորել կառավարություն։ Եվ նորից նոր ընտրություն չի նշանակվի, ինչպես նախորդ անգամ։ Բոլորը հույս ունեն։ Գիտես, ուզում եմ առիթից օգտվել հարցնել, նախորդ շաբաթ շատ հետաքրքիր մի վերլուծություն կար, որ հույները Եվրոպայում ամենակարճ աշխատանքային հունաստանցիները աշխատանքային օրն ունեն։ Արդյոք այդպես է ու արդյոք դա էլ կարող էր նպաստած լինել իրենց տնտեսական ճգնաժամին։ Իմ անձնական շփումներով եւ նաեւ տարբեր փորձագիտական գնահատականները դիտարկելով կա իսկապես այդպիսի խնդիր, նախ ուշ են սկսում աշխատանքը եւ շատ շուտ ավարտում են, իսկ հիմնական ժամանակը տրամադրում են տարբեր ժամանցային, այսպես ասենք, միջոցառումներին, դա իհարկե մեծ ազդեցություն է ունեցել նաև Հունաստանի տնտեսության վրա եւ միաժամանակ կարծում եմ, որ դա նաև մենթալիտետի մտածողության վրա է ազդել, ինչն էլ իր հերթին նորից ազդել է հունական տնտեսության վրա, սակայն պետք է այստեղ նշել, որ ոչ միայն հույները իրենք, այլ նաև Եվրոպական միությունը երկար ժամանակ դոտացիաներով պահելով Հունաստանին տարբեր իրավիճակներում սովորացրել է նրանց ապրել հենց այդպես, ինչպես որ այսօր նրանք ապրում, եւ սա փոխադարձ մեղավորություն է կարելի ասել։ Շնորհակալություն Նարեկ, Էպիկենտրոն միջազգայինի տաղավարում ինձ հետ այսօր քաղաքագետ Նարեկ Գալստյանն էր, Գրիգոր Խոսափողը փոխանցում եմ գլխավոր ստուդիա։ Շնորհակալություն Ռուզան։ Եվս 15 տարի եւ Հայաստանում տղամարդիկ մեծ դժվարությամբ կկարողանան իրենց համար կողակից գտնել։ Արտարոց այս երևույթի պատճառը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածությունն է։ Միավորված ազգերի կազմակերպության եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից անցկացված համատեղ ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում տարեկան աբորտի զոհ է դառնում 1400 աղջիկ երեխա։ Որքանով են այդ մռայլ կանխատեսումները համապատասխանում իրականությանը։ Նա իհարկե կարող էր ապրել միայն թե
ավանդական հայկական ընտանիքներում տղա երեխայի ծնունդը մեծ ուրախությամբ նշելու պատճառը հստակ էր։ Արուզավակը մշտապես ընկալվել է իբրև ազգի, տոհմի ու ընտանիքի շարունակողը։ 7 որդով սեղան նստելն էլ օրհնություն էր։ Այսպիսի ասույթ կար, երբ տղա երեխա է ծնվում, տան պատերն են խնդում, ուրախանում, իսկ երբ ասենք աղջիկ էր ծնվում, այդ ժամանակ ծնողներին մխիթարում են, որ դուք ողջ լինեք, անպայման էլի կունենաք երեխաներ։ Նույնիսկ երբ ուզում էին տեղեկանալ գործի ընթացքից ու ավարտից, ասում էին, վատ ավարտի դեպքում աղջիկ է, ցանկալի ավարտի պարագայում տղա, իսկ ավանդական ընտանիքներում կարողանում էին գրեթե անսխալ որոշել դեռ չծնված երեխայի սեռը։ Հեքիմներ, մանկաբարձուհիներ, տատմերեր, ինչպես նրանց ասում են, նրանք շատ հեշտ կողմնորոշվում էին եւ այն ժամանակ իսկ կարող էին մի շարք նշաններով կանխորոշել ապագա երեխայի սեռը։ Որովայնի եւ կրծքի դիրքից նույնիսկ եւ ասում են, որ 99%-ով հաջողում էին այդ կանխատեսումները։ Հերիք, բավական, մոգական այս անուններով ուզում էին կանխել հետագա աղջիկների ծնունդը։ Հայաստանում անցկացված հետազոտությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու Միացյալ Ազգերի կազմակերպությունը հայտարարել են, ըստ այդմ տարեկան 1400 աղջիկ երեխայի աբորտ են անում։ Ներկայում 120 նորածին տղային բաժին է ընկնում 100 աղջիկ։ Եթե դա ինչ որ իջնում է ինչ որ մի հստակ մի շեմից, ապա այդ ազգը վտանգված է համարվում։ Հիմա դրանից կարելի է արդեն հետևություն անել։ Ամենևին դա դրական չէ, ինչպես թվում են, որ տղաների թիվը շատ կլինի ու դրա համար օրինակ մեր բանակի զորակոչը ավելի հեշտ կիրականացվի։ Վտանգների իրական պատկերն ավելի հստակ կերևա միայն տարիներ հետո։ Քաղաքական տեսանկյունից վիճակը լուրջ է եւ մտածելապետք, ասում է Լարիսա Ալավերդյանը։ Քաղաքական առումով այդ գործընթացը վնասում է Հայաստանի ապագային։ Խառը ամուսնությունները երբ որ լինում են բնականon ձևով սիրահարվել եւ այլն, մենք բոլորս հասկանում ենք, որ դա ինչ է, բայց երբ որ մենք տեսնենք, որ ազգին մենք դնում ենք, տղամարդկանց դնում ենք այդ այլընտրանքի արժեվ ուղակի ինչպիսին է, որ ինքը չունի այլ ելք, անշուշտ դա խնդիր է։ Ամուսնական շուկայում մեր տղաներն այսօր բավականին ակտիվ են։ Աղջիկների ճգնաժամի դեպքում շատ արագ կդիմեն հարևան էթնիկ խմբերին, չնայած որ վերջին տարիներին ավելացել է նաև հայ հարսնացուների պահանջարկը, սակայն առավել լուրջ խնդիրը մեզ մոտ ծնելիության նկատելի անկումն է։ Ժամանակին 7 որդու, այսօր արդեն 3 կամ 4 երեխայի դեպքում ընտանիքը համարում են բազմազավակ։ Նորա Գրիգորյան, Աշոտ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների հետ։ Որպես համալսարանի խորհրդի նախագահ, խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկել է նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները։ Ուսանողները խոսել են իրենց նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրել բուհի ընթացիկ խնդիրները։ Ազգային ժողովի նախագահը հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով ընդգծել է կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը։ Հովիկ Աբրահամյանը ուսանողներին լավ սովորելու եւ գիտելիքները հարստացնելու կոչ է արել, հիշեցնելով, որ լավը միշտ էլ պահանջված է։ Խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն է համարել գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու համալսարանի նախաձեռնությունը։ Ազգային ժողովի նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորել է ակտիվ լինել նաև կրթական ծրագրերում բարեփոխումներ իրագործելիս։ Ապագա տնտեսագետներին Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերից ձևավորվելու է նոր երիտասարդական խորհրդարան։ Հայոց լեզվի եւ հայ գրականության 4 շտեմարանները մի քիչ անխնամ էին կազմված։ Այս տարվա թեստերի որակի մասին նման կարծիք է հայտնել դասախոս Սուսաննա Աբազյանը։ Մասնագետը 5000 վարժության մեջ մոտ 240 վրիպակ է նկատել։ Չնայած այն հանգամանքին, որ դրանք արձանագրվել են միջև քննությունները, այդուհանդերձ այդ սխալները տեղ են գտել քննական թեստերում։ Այս եւ մայրենիի հարցաշարի տեխնիկական եւ բովանդակային մի շարք այլ խնդիրների են այսօր անդրադարձել լեզվի մասնագետները։ Նախանցյալ տարի 39 հարց կամ պատասխան չունեին, կամ երկակի պատասխան ունեին, այս տարի չկա, հստակեցված է, մատչելի է դարձել։ Աչք փակել այս տարվա թեստերի առավելությունների վրա դասախոսը չի կարող, սակայն չի էլ մոռանում նախաքննական շրջանում հայտնաբերված վրիպակների մասին, որոնք չգիտես ինչու տեղ են գտել թեստերում։ Թե ինչու հավանաբար պետք է հարցնել քննական թեստերը կազմողին, ում անունը սակայն գնահատման եւ թեստավորման կենտրոնը խնամքով թաքցնում է։ Կարգն է այդպիսին։ Հեռախոսազրույցում մեկնաբանում է գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակը։ Վրիպակներով թե առանց վրիպակների դիմորդները թեստերը սերտելու երկու տարբերակ ունեն՝ ըմբռնելով սովորել եւ անգիր անել։ Թե որն է սրանցից առավել տարածվածը, անգամ մասնագետները միակարծիք չեն։ Հնարավոր չէ անգիր անել։
Դա հնարավոր բան չէ։ Գիտեմ շատ կրկնուսույցների, ինձ շատ հարազատ մտերիմ մարդիկ, որոնք ասում են, մենք սեղմագրով անկիր են կարել բոլորը։ Իր տեսակետը պարզաբանելու համար Տիկին Աբազյանը կրկնուսույցի անձնական օրինակն է մեջ բերում։ Ասենք հարցը կարդում եմ, չէ՞, որ պնդումն է ճիշտ, այսինչ վեպի, այսինչ հերոսի համար, չէ՞։ Ասենք Գևորգ Մարզպետունին այսպեսին էր, այսպեսին էր։ Երեխան անմիջապես ասում է, «Էլ մի կարդացեք 4-րդն է պատասխանը»։ Այսինքն արդեն իր ենթագիտակցության մեջ ունի այդ դասված պատասխանները առանց մտածելու։ Թեստը գիտելիքների ստուգման աշխարհում ընդունված մեթոդ է, բայց երեխային մղում է մեխանիկական աշխատանքի, մեկնաբանում է բազմամյա փորձ ունեցող դասախոսը։ Երեխան կարող է անգիր անել 19 անկանոն բայերը, բայց այդպես էլ դրանք ճիշտ չօգտագործել կապակցված խոսքում։ 20-ը ստանալը, թեկուզ այս շտեմարանով, ինչքան էլ անգիր անեին, մի քիչ արդեն չափն անցել։ Եթե 2010-ին 20 են ստացել 2 դիմորդ, ապա այս տարի 100 անգամ շատ։ Սա զարմացրել է ոչ միայն վաստակավոր ուսուցչուհուն։ Միակ խելքին մոտ բացատրությունը թեստերի արտահոսքի մասին ասեկոսեներն են։ Կայքերն են գրում։ Մեկ թեստը վաճառվել է 500 ԱՄՆ դոլարով։ Բեատրիչե Ստեփանյանը չգիտի ով կամ ինչքան է վճարել, բայց կարող է վստահեցնել, քննության նախօրեին դիմորդների շրջանում ձեռքից ձեռք անցել են ճիշտ պատասխաններ։ Գիտեմ, որ շրջել են պատասխաններ, ըստ որում ոչ ամբողջ թեստի պատասխաններ, այլ ենթադրենք մի բաժնի պատասխաններ։ Մի երեխա ասում էր բայի պատասխանները, մի երեխա գիտեր գոյականների պատասխանները։ Հեռախոսազրույցում թեստերի հնարավոր արտահոսքի հետ կապված մեր հարցին գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղարը հարցով է պատասխանում։ Եթե եղել է նման բան, ուսուցչուհին ինչու նախապես չի դիմել իրավապահ մարմիններին։ Ճիշտ է, ակնառու փաստեր չկան, բայց ակտիվ են թեստերի արտահոսքի եւ դիմորդ թեստ վաճառող հարաբերությունների փոխշահավետության մասին խոսակցությունները։ Ինչպես ասում են, անկրակ ծուխ չի լինում։ Լուսինե Մուրադյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջև պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ վերականգնման բնագավառում իրականացվող ծրագրի շրջանակներում մեկնարկում են հնագիտական, ինչպես նաեւ որմնանկարների վերականգնման եւ պահպանման թեմաներով դասընթացներ։ Հունիսի 18-ից սկսվող հնագիտական դասընթացը շարունակվելու է մինչև դեկտեմբեր։ Դասընթացի տեսական մասը անցկացվելու է Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանում, իսկ գործնական մասը Արուճի պեղավայրում։ Դասընթացներն անցնելու են բարձր մակարդակով, դասախոսությունները վարելու են Միլանի պոլիտեխնիկի դասախոսները, իսկ դասընթացին հետևելու են 15 հնագետներ։ Մասնակցելով այս դասընթացներին վստահեցնում են, որ երիտասարդ մասնակիցները ձեռք կբերեն հնագույն եւ ժամանակակից որմնանկարների վերականգնման հիմնավոր պատրաստվածություն։ Անգլիայում տեղի ունեցած թենիսի Queen's Club կոչվող միջազգային մրցաշարում վճռական խաղի ժամանակ որակը զրկվել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը եւ հաղթական գավաթը անցել է նրա մրցակից խորվատ Մարին Կիլիչին։ Այսօր արդեն Լոնդոնի քաղաքային ոստիկանություն բողոք է ներկայացվել Դավիթ Նալբանդյանի դեմ։ Բարեկամներ, հրաժեշտից առաջ ինձ մնում է տեղեկացնել, որ ուրվագծի տաղավարում Պետրոս Ղազարյանը այսօր հյուրընկալելու է ազգային ժողովի հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանի։ Էպիկենտրոնի հիմնական թողարկումն ավարտվեց, բարեկամներ, ցտեսություն, մինչ վաղը։ Հայ-Էկոնոմ բանկը առաջարկում է աննախադեպ հնարավորություններով Arca Gold Paradox Card, որն ունի կոնսերժի ծառայության հնարավորություն, ինչպես նաև այս քարտով կարող եք ստանալ զեղչեր 200-ից ավելի բրենդային խանութներում և սպասարկման կետերում։ Մանրամասների համար զանգահարեք 510 910 հեռախոսահամարով։